Ուրեմն ենք հասկացում, թե ինչու եք այդքան շահագրգռված այս նախագծով։ Ես ինչու եմ շահագրգռված նախագծով, դրա մասին տևական խոսել եմ եւ ներկայացրել եմ լրատվական։ Համոզիչ չէ այդ ներկայացրածը ձեր։ Հիմա ասեմ ինչու եմ ես շահագրգռված եղել, որովհետեւ տեսել եմ խնդիր, որ չի կարող լինի մեր երկրում, երբ մենք ունենք անվտանգային խնդիրներ, բանակ զորակոչվի, զորակոչի ենթականների 31.4%-ը։ Եթե որևէ մեկը գտնում է, որ այստեղ խնդիր չկա, ես չեմ կիսում իր կարծիքը եւ գտնում եմ, որ կա խնդիր եւ իմ շահագրգռվածությունը միայն կապված եղել սրա հետ, որպեսզի ես փորձեմ իմ օրենսդրական գործունեությամբ ի նպաստ մեր երկրի բարձրացնել զորակոչի թիվը, սա եղել է ամբողջ խնդիրը։ Որ պաշտպանական բյուջեում 15% կրճատում է իրականացվելու պաշտպանական ծախսերի հետ կապված 2026 թվականին։ Սրա հետ կապված վարչապետը տվել է հիմնավորումներ, տեսեք, դինամիկայի մեջ երբ նայում ենք, պաշտպանական ծախսերը չեն նվազել, նախորդ տարվա համեմատ նվազել են, բայց 2-3 տարվա առաջվա համեմատ աճը պահպանվում է, այսինքն մենք 2024-ին ունեցել ենք կտրուկ աճ, կապված եղել գնումների հետ, հիմա այդ գնումները չունենք, աճը դինամիկ շարունակելու է, այսինքն այն աճը, որ եղել է 2018 թվականից պահպանվում է։ Խնայողություններով եք փորձում այդ հարցերը լուծել, այսինքն ամենահարմար խնայողությունը բանակից պետք է խնայողություն անել, դա ճիշտ մոտեցում է։ Նախաձեռնությամբ նույնպես հանդես եմ եկել, դրա մասին գրավոր հայտնել եմ նաև կառավարության ղեկավարին եւ պաշտպանության նախարարությանը, որն է եղել դա, ես գտնում եմ, որ պաշտպանության նախարարության գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Այսինքն այն գնումները, որոնք անմիջապես կապված չեն զենք զինամթերքների հետ, դիրքերի հետ, պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորինս շատ մատակարարներ մասնակցեն մրցույթներին։ Կապված օրինակ սննդի մրցույթների հետ, հագուստի մրցույթի հետ, ատոմի մածուկի մրցույթների հետ, դրանք պետք է լինեն բաց ընթացակարգով, որպեսզի հնարավորինս շատ բիզնեսմեններ մասնակցեն, ինչու չեն շատերը մասնակցում փակ ընթացակարգով մրցույթներին, որովհետև պարտադիր պահանջ կա, որ պետք է ԱԱԾ-ով անցնեն որոշ աշխատակիցների, նվազագույնը 3 աշխատակիցներ պետք է ունենան այդ ընկերությունները գաղտնի բաժին, գաղտնի թղթաբանություն, ունենան փակ ինչ-որ կահավորված սրահներ եւ այլն, եւ բազմաթիվ բիզնեսմեններ ուղղակի չեն ցանկանում փակ ընթացակարգերով մրցույթների մասնակցելու։ Սրա արդյունքում մասնակցում են քիչ թվով ընկերություններ եւ ունենում ենք հաճախ որակի գնի հետ կապված խնդիրներ։ Առաջիկայում երբ գնումները նախատեսվում է իմ առաջարկը ընդունվել է, մենք նաև ազգային ժողովում քննարկում ենք անցկացրել պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ եւ իմ առաջարկը ընդունվել է եւ առաջիկայում նախատեսվում է, որ 2026 թվականին գնումների մեծ մասը պետք է կատարվեն բաց։ Սրա արդյունքում վստահաբար մենք 2026-ին կունենանք եւ խնայողություններ եւ որակի բարձրացում։ Առաջացնում է, որ Ադրբեջանը օրորի զինվում է, իսկ մենք որոշում ենք պետք է խնայողություն անենք, մասնավորապես պաշտպանական ոլորտում։ Օրինակ դա ընկալելի չէ։ Խնայողությունները միշտ պետք է անել, եթե որևէ ապրանք կարող է ձեռք բերել, օրինակ 1000 դրամ ավելի պակաս գնով, դու պետք է փորձես դա ձեռք բերել 1000 դրամ ավելի պակաս գնով, որպեսզի ավելի արդյունավետ ծախսես քո միջոցները։ Տեսեք, պետական բյուջեն դա բոլորից հավաքական բյուջեն է, 3 միլիոնից հավաքական գումարն է եւ մենք պետք է փորձենք դա ծախսել արդյունավետ։ Գնումները կատարել թափանցիկ արդյունավետ, որպեսզի կատարենք բարձր որակի գնումներ հնարավորինս էժան գներով, սրա արդյունքում ունենալով խնայողություններ